որպեսզի պատկերացնենք, թե մենք ինչ խնդրի առաջ ենք մեծ եւ ինչպես պետք է կարողանանք այդ ամբողջից դուրս գալ։ Այստեղ հարցը էլի եմ ասում, սա է անվանել, Սևանը այլ անվանումով, սրանք չեն պատասխանել, բայց սրանք Հայաստանում գոյություն ունի իշխանություն։ Հայաստանում գոյություն ունի խմբակ, որը զավթել է իշխանությունը ժողովրդից, որը հակասում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերին։ Սա արդեն իսկ բավարար է սրանց դելեգիտիմացնելու։ Հիմա գանք բուն խնդրի էությանը, իսկ ինչ արձագանք են։ Ես վերջերս լսեցի արտգործնախարարի եւ վարչապետի աթոռն զբաղեցնողից մի ծանծաղամիտ արդարացում, թե իբր սոցիալ-հոգեբանական խնդիր կա կամ չի նպաստում խաղաղության գործընթացին։ Անատամ այս հայտարարությունները մեծ հաշվով պրոցեսի վրա չեն ազդելու։